մեզ տարիներ շարունակ, հատկապես վերջին շրջանում, ներշնչել են, որ ամեն ինչ մեր փոխարեն որոշված է։ Դուրս եկեք ժողովրդի մեջ, խոսեք և կտեսնեք, որ մարդիկ համոզված են գրեթե, այդ շատերը համոզված են, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, որ ընտրությունը այն երկու ուժերի միջև է, որոնք իրականում մեկ ճամբարում են գտնվում, որոնք առաջարկում են այսօր մեզ կեղծորեն։ Եվ ասում է, որ ամեն ինչ պետք է դրվի Փաշինյանին հեռացնելու համար, և դա կարող է անել նախկինների ճամբարը, կամ մյուս կողմից ասում է, որ որպեսզի չգան նախկինները, ապա պետք է սատարել ներկաներին։ Եվ տեսարան է ստեղծվում, թե չկա ուրիշ ուժ, և որ արդեն ամեն ինչ որոշված է, պետք է անպայմանորեն ընտրել այդ երկու ուժերից մեկին։ Այս պրոպագանդան ուղղորդվում է մեկ կենտրոնից և այդ կենտրոնը Հայաստանից դուրս է և այդ կենտրոնը ծառայում է թուրք ադրբեջանական շահերին։ Մենք պարտավոր ենք հասկանալ, որ յուրաքանչյուրիս ձայնը արժեք ունի։ Մենք պարտավոր ենք հասկանալ, որ միավորվելով և մեր վճռական կամքը արտահայտելով բոլորովին այլ օրակարգի, ազգային, պետական, ժողովրդավարական օրակարգի կողքին, միայն այդ պարագայում ենք մենք իրավիճակից ելք գտնելու, միայն այդ պարագայում ենք մենք կարողանալու կանխեցնել այն կործանման պրոցեսը, որը սկսել է Հայաստանը։ 30 տարի մենք եղել ենք մեկ քաղաքական գծի մեջ։ 30 տարի մեզ ներշնչել են, որ մենք չենք կարող ունենալ այլ դաշնակիցներ, որ մեր այսպես կոչված դաշնակիցը մեզ թույլ չի տա ունենալ այլ դաշնակիցներ, որ մենք ամեն հարցում պետք է խորհրդակցենք, հարցնենք և կատարենք այսպես կոչված դաշնակցի հրամանները։ Եվ մենք արել ենք դա։ Ինչ ենք ստացել մենք դրա արդյունքում։ Քայքայված տնտեսություն և այո, Քոչարյանի իշխանության տարիներին տնտեսությունը շարունակել են քայքայվել։ Նկարվել են կեղծ թվեր, որոնք հիմնված են եղել օրինակ հին Երևանի մի հատվածը քամնելու և այդտեղ շինարարություն կառուցելու վրա, ադամանդագործության վրա, որը ներմուծել է հումքը, մշակել է այստեղ և արտահանել է և դա ներկայացվել է որպես տնտեսական աճ։ Դա տնտեսական աճ չի որևէ երկրում և Հայաստանում չի եղել։ Եվ այդ քաղաքականության, տնտեսական, ֆինանսական և հատկապես արտաքին քաղաքականության արդյունքում է, որ մեզ մեր գաղութատերը վաճառեց մեր ցեղասպան թշնամուն։ Մենք տեսանք պատերազմի ժամանակ, որ զերո աջակցություն տրվեց մեզ, մենք տեսանք, որ մեր պատերազմյան շրջանում չապահովվեց հայ զինվորների անվտանգությունը, տեսնում ենք հենց այս օրերին, որ հրամանքը չկրակել և չպատասխանել արդեն Սյունիքը զավթող, Արագածոտնը զավթող, Գեղարքունիքը զավթող թշնամուն, մենք տեսնում ենք նաև, որ գնում է բանակի կանխման գործընթաց և տեսնում ենք, որ այսպես կոչված դաշնակիցը ոչինչ չի անում, ընդհակառակը նպաստում է մեր թուլացման ու առավել ոչնչացմանը, որպեսզի մեզ հանձնի թշնամուն, որովհետև իր համար մենք որևէ արժեք չունենք, արժեք ունի իր դաշնակիցը, որը մեր ցեղասպան թշնամին է։ Որն է ելքը։ Բոլոր խնդիրների լուծումը այս պարագայում և Հայաստանի պարագայում դա նոր դաշնակցի գտնելն է։ Այդ նոր դաշնակիցը կա, դա Միացյալ Նահանգներն է, դա Ֆրանսիան է և ընդհանրապես Եվրամիությունը։ Դրանից դուրս անգամ արաբական աշխարհում ենք ունենք բնական դաշնակիցներ այս պահին։ Եվ հարկում ձեզ այդ մասին չի ասում, որպեսզի ժողովուրդը չիմանա, որ ունի ուժեր, տարածաշրջանային խոշոր տերություններ, որոնք բացարձակ շահերից են բխում Հայաստանի մնալը, սատարելը Հայաստանի և Հայաստանի ամբողջական պահպանությունը, որպեսզի Թուրքիան իրենց արգելքշնամին չհզորանա, չտարածվի և չմիավորվի Ադրբեջանի և այլ թուրքալեզու պետությունների հետ։ Օրինակ արաբական աշխարհում այդպիսի երկու խոշոր և հզորագույն տերություններից են Սաուդյան Արաբիայի թագավորությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Բայց ովքեր են դրա մասին խոսում Հայաստանում։ Մեզանից բացի ոչ ոք։ Պատերազմի ժամանակ սաուդիները արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը իրենց թագավորություն։ Թուրքիայից պատճառելով ահռելի վնասներ տնտեսական և մեզ ինչ տվելով, որ մենք պետք է իրենց հետ համագործակցենք, եթե ուզում եք շահել։
Ոչինչ տեղի չունեցավ հայկական կողմից։ Նախագահը մեկնեց Միացյալ Էմիրություններ, որպեսզի դաշնակցային հարաբերություններ հաստատի գոնե իր մասով, բայց գործադիրի ղեկավարը Փաշինյանը ընթացք չտվեց դրան եւ տապալեց դառնու պես։ Ֆրանսիան ռազմական օգնություն առաջարկեց, գնաց Ֆրանսիա, որպեսզի դա նույնպես տապալի եւ խոսեց տնտեսության մասին։ Մենք պիտի հասկանանք, որ բոլոր խնդիրների լուծումը ուժեղ դաշնակիցների ներգրավումն է եւ վերջին հարցը։ Ցանկանում են արդյոք այդ ուժեղ բնական դաշնակիցները դաշնակցել մեզ հետ, պաշտպանել մեզ։ Այո, եւ չեն ցանկանում դա անել ելնելով մեր մշակույթից, ելնելով մեր բարի լինելուց, մեր համայնքների արկայությունից ոչ, ցանկանում են դա անել սեփական շահերից ելնելով։ Արևմուտքի բոլոր կարևորագույն տերությունների շահերը, ինչպես նաև Պարսից ծոցի այդ արաբական կարևորագույն տերությունների շահերը այսօր համընկնում են Հայաստանի հետ։ Բոլորը ցանկանում են զսպել Թուրքիային։ Բոլորը ցանկանում են, որպեսզի Թուրքիան չծավալվի եւ չդառնա իրենց համար սպառնալիք եւ մրցակից, որովհետեւ իբրևս Թուրքիայի այսօր տարածաշրջանում կա ագրեսիվ, զարգացող, ծավալող եւ ծավալապաշտական տերություն։ Եվ հենց սա է, որ առաջարկում է ազգային ժողովրդավարական բևեռը։ Սա բոլորովին նոր ուղի է, միակ աշխատող տարբերակն է 30 տարվա ձախողման հանգեցրած տարբերակի հետ համեմատած։ Եվ մենք պիտի հասկանանք, եթե մենք արել ենք անընդհատ մի բան եւ հասել ենք ոչնչացման եզրի, ուրեմն մենք այդ բանը շատ սխալ ենք արել։ Ուրեմն պետք է անենք հակառակը։ Եվ այդ հակառակը դրական առումով անելու օրակարգ առաջարկում ենք մենք։ Եվ պատակն այն չէ, որ մենք ասում ենք, որ նախնիները եւ ներկաները ծառայում են ռուսական օրակարգին, որը Հայաստանը Թուրքիային հանձնելու համար պետք է վերահսկի ամբողջ իշխանական եւ դիմադիր դաշտը եւ հենց այդ պատճառով սատարում է թե Փաշինյանին եւ թե մասնավորապես Քոչարյանին։ Ընդ որում Փաշինյանին օգտագործելու են երկրորդ գործերը շարունակելու համար եւ երբ նայր ֆունկցիաները կատարի, նրան հեռացնելու են իշխանությունից եւ հանելու են մեջտեղից եւ իշխանությունը հանձնելու են Քոչարյանին, որպեսզի նա ճակերտների մեջ, այսպես ասված, սպիտակ էջից, ակուր էջից սկսի իրենց օրակարգը շարունակել։ Եվ դրա համար մենք ասում ենք, ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։ Մենք պարտավոր ենք կերտել ազգային պետություն, արժանապատիվ պետություն, որը որևէ մեկի գաղութը չէ, որը ունի աշխարհի հզորագույն տերությունների որպես ակտիվ եւ ներգրաված դաշնակիցներ, եւ որը կարողանալու է դրա շնորհիվ վերակառուցել իր բանակը, իր տնտեսությունը եւ իր հանրային ինքնավստահությունը, որը մենք այսօր չունենք։ Տիրելի հայրենակիցներ, ազգային ժողովրդավարական բևեռը դիմում է այն սկզբունքային մարդկանց, ովքեր անկաշառ են, ովքեր պատրաստ են արդարության համար մարտնչել, գալ եւ օգնել մեզ։ Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք մեր ժողովրդի ձայնին տեժ կանգնելու համար։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 64 31 63 հեռախոսահամարին։ Ազգային ժողովրդավարական բևեռ, Քվեաթերթիկ համար 25։